Բաղդասարյանը։ Ես պարոն Չարչյանի խոսքը շարունակեմ, սիրելի լրագրողներ, մի այսպիսի թախանձագին խնդրանք ձեզ։ Եթե պիտի մեկնաբանություններ, թե դուք կանեք, թե ձեր նյութի տակ մեկնաբանություններ կանեն, մի այսպիսի խնդրանք։ Այս ուժը ում է ներկայացնում։ Այս հարցադրումը խնդրում եմ չանեք, ոչ մեկին չենք ներկայացնում։ Ես զանազան հիմնարկներում չեմ աշխատել, մի տեղ եմ աշխատել, ասպիրանտուրան ավարտելուց հետո Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտում։ Երբեք որևէ մեկի խամաճիկը չեմ եղել։ Քննադատել եմ առաջին նախագահին, երկրորդ նախագահին հայ-թուրքական հաշտեցման համար, երրորդ նախագահին Ցյուրիխյան արձանագրությունների, ներկա վարչապետին գիտության կրթության նկատմամբ վարած քաղաքականության համար, ու կշարունակեմ այդպիսին մնալ։ Ճանապարհ եմ անցնում մարդկանց հետ, որոնք այդպիսին են եղել։ Այսինքն, պաշտոն զբաղեցնելով, քննադատելով իշխանություններին փորձել եմ առողջ միջավայր ստեղծել իմ ուժերի հնարավորության սահմաններում։ Ոչ մի չարության նպատակ չեմ ունեցել։ Երբեք չեմ ուրախացել, որ իշխանությունները ձախողվել են այս կամ այն հարցով, իմ երկիրն է ձախողվել, իմ ժողովուրդն է ձախողվել։ Դրա համար ես հավատացնում եմ, որևէ մեկին չենք ներկայացնում, որևէ մի քաղաքական ուժի փոխակերպված տարբերակը չենք։ Այսինքն դիմակներս չենք փոխել, այս կամ այն ուժին չենք ներկայացնում, ներկայացնում ենք, հավատացեք, համեստորեն հայ ժողովրդին ենք ներկայացնում։ Կհաջողվի ինչ-որ մի բան անել այս երկրի կյանքում փոփոխություն մտցնել, ապագա ապահովել, մենք որպես մտավորականներ մեր այսպես խղճի առաջ հանգիստ կլինենք։ Իսկ եթե չստացվեց, ինչ ասեմ, հնարավոր է չստացվի ոչ մի բան։ Բայց համենայն դեպս ես այս տարիքում մտածում եմ, որ այնպիսի մարդկանց հետ եմ ճանապարհ անցնում, որոնք որ հնարավորության սահմաններում աչի ձախից հեռու են մնացել եւ մնացել են իրենց մասնագիտական շրջանակներում, քաղաքական որևէ ինտրիգի չեն մասնակցել եւ ունենք այն ինչ որ մենք ունենք, այս է մեր ունեցածը, ավելին չունենք ժողովուրդ, հավատացեք։ Եվ պետք է մեկս մյուսից սիրենք, եւ պիտի հասկանանք, որ ինչպես Շամի Շամիրյանը կասեր, եթե այդ հայոց տան մեջ մեկը մյուսին հարվածելով նրան մատնում է անդառնալի մահվան ճանապարհ դեպի, ուրեմն ինքը չարիք է եւ հակառակը։ Մենք այդպիսի մտադրություն չունենք։ Միայն քույր եւ եղբայրներ ենք տեսնում մեր ժողովրդի մեջ եւ դրա համար էլ մարդը ասում էր, որ եթե դիմությունն ու ընդդիմությունը չհասկանան, որ նրանք մեկ խնդիր են իրականացնում, մեկ հայոց պետությունն են կառուցում, ուրեմն այդտեղ հայոց տուն գոյություն չունի։ Մենք փորձում ենք անցնել այդ ճանապարհը։ Շնորհակալություն։